Սիրելի բարեկամներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդումն է եւ այսօր մեր խոհանոցը հյուրընկալվել է մի հետաքրքիր մարդու։ Դուք գիտեք, որ մեր ժողովուրդը բազմաչարչար է եւ այս բազմաչարչար ժողովրդի մեջ մենք ունենք բազմաքանքար բավականին շատ մարդիկ եւ իմ լավագույն բարեկամներից մեկն է զինվորական ժողովրդական վարպետ, բազմահմուտ մի անձնավորություն, որի անունն է Հենրիխ Ասլիբեկյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ուրախ ենք ձեզ հյուրընկալվելու համար եւ այսօր մենք Հենրիխ Ասլիբեկյանի առանձնատանը, որ առանձնանում է իր արվեստի եւ արհեստների շնչով, կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ։ Այս ուտեստը հիմա գիտեք, որ բավականին տարածված է Չինաստանում, այսպես կոչված կորոնա վիրուսը եւ բադը, որ մենք պատրաստելու ենք, իհարկե ինքը չինական չի, մեր տեղական հայկական բադն է եւ նրանից մենք կպատրաստենք մի ուտեստ, որը թերևս ինքը ասիական ծագում ունի, բայց մենք նրան կտանք հայկական շունչ, այսինքն սա կլինի չինա, ասիա հայկական մեկ ուտեստ, որը կլինի բադը սերկեֆիլով բրնձի հետ։ Եվ պարոն Ասլիբեկյան, մենք սկսենք բադը մասնատելուց։ Հիմա կխնդրեի, որ ներկայացնեք, թե դուք որպես զինվորական, դա բնականաբար ձեր մասնագիտական գործունեությունն է։ Դրանից զատ ինչով եք զբաղվում այս առանձնատանը, որի ամեն մի քարը եւ ամեն ինչ որ տեսնում եք նույնիսկ կահույքը, դուք եք պատրաստել ձեր ձեռքերով։ Դե ես աստվածաշնչյան 3 պատվիրաններով եմ գնացել, տղամարդը պետք է տուն կառուցի, Այո, որդի ծնի եւ ծառ տնկի։ այո, Կարծես թե 3-ն էլ ինձ ստացվել է, այս տունը ես իմ ձեռքերով եմ կառուցել, ընկերներիս օժանդակությամբ եւ օգնությամբ։ Այս խոհանոցը իմ տան ամենասիրելի դետալներից, մասերից մեկն է։ այո, Այս խոհանոցը ես 5 օր գիշերցել հավաքել եմ, չեմ քնել։ Այստեղ ամեն ինչ իմ ձեռքերով է արված եւ ես մտնում եմ խոհանոց, ու այս բեռնազգեստը հագնում եմ իմ երեխաների համար տոնական է, որովհետեւ ես նաեւ սիրում եմ եւ կարողանում եմ շատ համեղ պատրաստել։ Ներկայությամբ ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչ ենք պատրաստելու, բայց ես կօգնեմ, օրինակ կմաքրեմ սոխը։ այո, հրաշալի։ Պետք է ասեմ, որ պարոն Ասլիբեկյանը բավականին լավ պատրաստում է եւ իր համար անակնկալ է, թե մենք ինչ ենք պատրաստում։ Եվ մտածեմ, որ հեռուստադիտողի համար բավական հետաքրքիր կլինի։ Մենք հիմա հեռացնում ենք մեր բադի թևի այն մասը, որը չենք օգտագործի ուտեստի մեջ։ Մինչ այդ հեռացրեցինք այն հատվածը, որ ավելի շատ ճարպային էր, հիմա կհեռացնենք նաև նրա այսպես կոչված ոտքերը կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել, Թաթիկները։ այո։ Պետք է ասեմ, որ բադը ունի դիետիկ մսի համբավ եւ դա պատահական չէ եւ թռչնամսից ինքը լավագույն համերից մեկը ունի եւ մենք պատրաստում ենք տնական բադի միս, որի հանգույցները նկատում եք, որ բավականին պինդ են, չնայած պինդ են, բայց ինքը մշակելուց հետո բավականին լավ արդյունք ենք ստանում։ Նկատում եք, որ մեր բադը ունի բավականին կարմիր միս, բադան եզակի թռչնատեսակներից է, որի տարբերություն, օրինակ հավի ինքը բրոյլեր չի լինում, եւ ինքը պարզապես արածում է, եւ իր միսը եւ դիետիկ է եւ լավ է գնահատվում, դժբախտաբար մեր հասարակությունը քիչ է օգտագործում բադ, որովհետև ինքը դժվար մշակվող է, մտածում եմ այս հաղորդումից հետո, պարոն Ասլիբեկյան, մեր հասարակությունը կսկսի ավելի շատ բադ օգտագործել։ Հիմա մենք մի հետաքրքիր բան կանենք, մենք կմասնատենք իր կաշին եւ կաշվից եւ յուղից ստացած յուղը մենք կօգտագործենք արդեն մեր փլավի պատրաստման մեջ։ Հիմա մենք կսկսենք Կարծում եմ իմ օգնության կարիքը կա։ Անշուշտ։ Ձեր օգնության կարիքը անընդհատ կա, որովհետեւ առանց զինվորականների հնարավոր չի պատկերացնել երկրի կյանքը
Երկիրը եսի նկատի ունեմ ոչ միայն երկիր հեռուստաընկերություն, այլ երկիրը որպես Հայաստանի Հանրապետություն։ Հիմա մենք մասնատում ենք, զատում ենք այս Պարոն Խաչիկյան, ձեզ մոտ լավ չի ստացվում, խնդրեմ տվեք։ Այո։ Քերթելու գործերը ես անում։ Այո։ Ինձ մոտ ավելի լավ ստացվեց։ Հրաշալի։ Հիմա մենք այս հատվածները, որ ունենք յուղային, սրանք կմանրացնենք, կտեղափոխենք կաթսայի մեջ եւ ջրով իրեն կեփենք 2 ժամ, որպեսզի ինքը համապատասխան յուղայնություն ապահովի։ Մանրացնելու մենք ավելի հետաքրքիր գործիք ունենք, խոհանոցի մկրատը։ Այո։ Մոտ 2 ժամ ինքը յուղը այդ դուրս գցի, մենք իրան ոչ թե հենց այդպես կօգտագործենք իր յուղը, այլ այն յուղը, որ հեղուկ միջավայրից է ստացվում, եւ հիմա կմասնատենք, մանրացնենք, արդեն մեր Բերեք, բադի անատոմիան ես ավելի լավ գիտեմ։ Այո։ Հրաշալի։ Միայն չհարցնեք որտեղից բադի անատոմիան գիտեմ։ Դե դա էլ արդեն կապվում է թերևս որսորդության հետ։ Չէ, չկամ, ես չեմ կարողանում անձեն կենթանու վրա կրակել։ Իսկ ինչ է Երբևիցե- կապվում անատոմիայի իմացությունը։ Խոհանոցի, միայն խոհանոցի։ Կամ դիրքերում Արցախյան պատերազմի ժամանակ բոլորը գիտեն, որ ուտելիքի խնդիր կար։ Պատերազմի ժամանակ մեկ պատահում էր որս էր լինում։ Այո։ Ձեր ընկերների։ Այո, իհարկե, ես չկամ։ Ու մենք պատրաստում ենք որևէ գեղեցիկ եւ համեղ ուտեստ։ Դա Սարսանգի օպերացիայի ժամանակ հիմնականում բադերն էին։ Այո։ Այնպես որ անատոմիան սովորել եմ այնտեղ։ Սիրելի հեռուստադիտող, արդեն մեր 2 ժամը անցավ, մեր այն ենթամաշկային հատվածը, որ կար, որ ճարպոտ էր, մենք իրենից ստացանք այս յուղային հատվածը եւ մենք շարունակում ենք, ինչպես մեր մեծ Հովհաննես Թումանյանն է ասում իր հայտնի հառաչանքը պոեմում, մտնեց ծեյունին լուրջ չարչարանքով մի քանի կոճղ դրեց կրակին եւ նկատում եք, որ արդեն մեր մոտ լուսային ռեժիմը փոխվեց, որովհետեւ արդեն իսկ մտնեց։ Հիմա մենք ինչ կանենք։ Քանի որ մեր սերկեֆիլը գիտեք, որ մինչև 15, 16, նույնիսկ մինչև 19-րդ դար, երբ որ կարտոֆիլ չկար, հայրս ավանդաբար օգտագործում էինք սերկեֆիլ, որը շատ հրաշալի հատկություն ունի, մանավանդ ձմռանը ինքը շատ օգտակար է։ Հիմա սրան մասնատենք։ Իրան խորհրդաձև ենք կտրելու, կարող ենք որպեսզի ինքը լավ համ տա։ Ես այդ ընթացքում կփորձեմ տեղափոխել մեր բադի յուղից 2 քթակ թավայի մեջ, իսկ կարող ենք 3։ Տեսնում եք, մենք այստեղ կարիքը չունենք այլ ճարպ օգտագործելու, թե բուսական, թե կենդանական ծագման յուղ։ Ահա, այսքանը բավարար է։ Գիտեք, որ մարմելադ բառն էլ ծագել է սերկեֆիլից եւ մեր տնային տնտեսուհիները, մեր տատիկները եւ մայրերը շատ օգտագործել են սերկեֆիլ, դժբախտաբար հիմա ինքը դուրս է եկել։ Մեր շրջանառությունից շատ չեն օգտագործում, բայց ինքը շատ օգտակար է, մանավանդ ձմռանը։ Այսքանը թերևս հերիք է, որտեղ մեր սերկեֆիլը մեծ էր, հիմա իրենից կստանանք մենք
Մեզ անհրաժեշտ է, որպեսզի սերկևիլը հիմա փափկի, բայց անհրաժեշտ է, որպեսզի ինքը այնքան փափկի, որ ինքը խյուս դառնա արդեն մեր փլավի մեջ։ Իսկ սոխը ընդհանրապես, որ իր դառնությունը կորցնելու համար մի փոքր կարամելապատվի, կարամելիզացվի։ Ես կարծում եմ, որ մենք կափարիչ չենք դնում միայն նրա համար, որպեսզի չչոքեխաչվի։ Այո։ Հիմա մենք կտեղափոխենք նրան մեկ այլ կաթսայի մեջ։ Դուք պատկերացնում եք, չէ՞, մյուս անգամ ես ինքս սա պատրաստեմ, ինչ ֆանտազիաներ կօգտագործեմ։ Տեղափոխում ենք այս կավե պուտուկի մեջ։ Հիմա որպեսզի շուտ եռա մենք կես կթալ աղ ենք լցնում մեր ջրի մեջ։ Հիմա սրա մեջ մենք շոքե խաշելու ենք մեր բրինձը, Այստեղ ունենք մոտ 800 գրամ բրինձ, ցանկալի է օգտագործել բասմատի տեսակի բրինձ, չնայած այլ բրինձ էլ կարելի է օգտագործել, եւ այստեղ ունենք մոտ 4 լիտր հեղուկ, ջուր ունենք մոտ 4 լիտր։ Հիմա հենց ինքը եռա, մենք ավելացնենք 4 ճաշի քթալ աղ եւ ինքը լավ կհագենա աղով մեր բրինձը։ Այնուհետ կմշակենք մեր բադը, այսինքն կերևապատենք իրեն։ Ամենավերջում որպես խավարդ կամ ինչպես ժողովուրդն ասում գարնիր կպատրաստենք նաեւ մեր բադի ճարպա մաշկային հատվածը։ Անհրաժեշտ է մոտորապես 2/3-ով, որպեսզի ինքը եփված լինի, մնացած արդեն կեփի մեր կաթսայի մեջ։ Սիրելի հեռուստադիտող, որպեսզի մենք ժամանակ չկորցնենք, հիմա այս կաթսան կտեղափոխենք մեկ այլ ջեռոցի վրա եւ կշարունակենք արդեն մշակել մեր բադի միսը։ Բադի միսը մենք կշարունակենք մշակել իր յուղի մեջ։ Մեզ պետք է բավականին մեծ ջերմաստիճան այստեղ։ Հիմա կսպասենք մի փոքր յուղը կտաքանա, որպեսզի անմիջապես կեղևապատվի մեր բադը։ Կեղևապատվելուց հետո անմիջապես իրանք տեղափոխենք մեր կաթսան, որը այնուհետ մենք կտեղափոխենք արդեն ջեռոց։ Կարող նույնիսկ ձեթ ավելացնել։ Ավելացնում ենք մեր սերկևիլային եւ սոխային հատվածը։ Այստեղ որպեսզի ինքը լավ գույն ստանա, նաեւ ավելացնում ենք դարչին, ավելացնում ենք սև աղացած պղպեղ, ավելացնում ենք մեր աղային խառնուրդը, որը տարբեր նաեւ խոտաբույսեր այստեղ մենք ունենք, այսպես։ Պարոն Ասլիբեկյան, բրնձի մնացած հատվածով ծածկում ենք։ Հարգելի հեռուստադիտող, մենք ավելացնում ենք գինի, սպիտակ գինի ինքը, հայկական ավտոխտոն լալվարի սորտի գինի է։ Փակում ենք կափարիչը մեր կավե պուտուկի եւ տեղափոխում ենք ջեռոց։ Կպատրաստենք խավարտը, խավարտի համար կրկին անգամ կդիմենք մեր թավայի օգնությանը։
կօգտագործենք մեղր եւ կօգտագործենք քացախ, որը հետաքրքիր քացախ է, պարզ խնձորի կամ պարզ խաղողի քացախ չի, այլ թարխունի քացախ է, որը կրկին անգամ հետաքրքիր նրբերանգ կհաղորդի մեր այս խավարտին։ Մենք տեղափոխում ենք մեր բադի մաշկաճարպային հատվածը, որից մենք ստացել ենք այն յուղը, որի մեջ տապակեցինք, ավելացնում ենք մեր աղա համեմանքային խառնուրդը, ավելացնում ենք 2 քթալ մեղր, երկու թեյ քթալ կամ 1 ճաշ քթալ եւ ավելացնում ենք մեր թարխունի քացախը, որ հետաքրքիր համ կհաղորդի։ Սիրելի հեռուստադիտող, մենք կես ժամ հետո կհանենք ջեռոցից մեր պուտուկը, կավե պուտուկը, որի մեջ պատրաստում ենք մեր ավանդական բադի ղափաման, ինչպես այն անվանակոչեց պարոն Ասլիբեկյանը։ Հայկական անվանում պետք է ունենար։ Անշուշտ։ Եվ ինչպես մեր ավանդական որոշ ուտեստների վրա մենք ավելացնում ենք այս հատվածը, խավարտային հատվածը, կավելացնենք եւ ինքը կթրմվի եւս 5 րոպե եւ մենք կունենանք պատրաստի մեր ուտեստը։ Մեր տան ավանդույթով, Այո։ երբ ես պատրաստում եմ որևէ կերակուր, առաջի հերթին հնչում է զանգը, հետո նոր ջեռոցից Այո։ հանում ենք մեր ուտեստը։ Հրաշալի։ Առաջինը հոտն է։ Հիմա մենք փայտե շերեփով, որը տանձի փայտից է, չէ՞։ Խառնենք, տեսնենք ինչպիսի վիճակ է։ Օհո, Գեղեցիկ է։ եւ պարոն Ասլիբեկյան։ Մի կտոր դնենք։ Մեզ երկուսից եւ փորձենք։ Այն սերկեֆիլային հատվածից էլ դնենք, որպեսզի ղափամայի համը ճիշտ հասկանանք։ Հրաշալի։ Սկզբից կփորձենք բրինձը։ Պետք է ասեմ, որ հետաքրքիր համ ունի։ Հետո անցում կատարենք բադին։ Նույնպես շատ հարուստ համ։ Հինգ արած հաջողի հերթադիտող։ Սիրելի հեռուստադիտող, մեր համատեղ ջանքերով մենք պատրաստեցինք, ինչպես նկատեց պարոն Ասլիբեկյանը, բադի ղափաման եւ մենք խորհուրդ ենք տալի ձեր սննդակարգում հաճախ ընդգրկել բադ, ինչպես նաեւ այլ թռչնամիր, հավից բացի, եւ կարող եք պատրաստել նաեւ այս ձևով, այս տեսքով, որը հնարավորություն կտա հաճելիորեն զարմացնել ձեր հյուրերին։ Եվ ոչ միայն պատրաստել բադից, այլ պահել նաև բադ։ Ես կուզենայի, որ այս գեղեցիկ հաճելի նոտայի վրա էլ ավարտենք մեր հերթական հաղորդումը։ Սիրով ձեզ կսպասենք մյուս շաբաթ, տա Աստված, որ երկիրս լինի խաղաղության մեջ, մենք որևէ կորուստ չունենանք որևիցե միտեղ եւ ուշադիր հետևենք այն խոհարական հաղորդումներին, որտեղ մենք կպատրաստենք հատուկ մեր հեռուստատեղի համար։